նախաձեռնել է մի քանի դրսևորել ենք մի քանի նախաձեռնություն ենք ցուցաբերել մեր տեսչական մարմինների համակարգման գրասենյակի, վարչապետի աշխատակազմի, նույնիսկ ԱԺ-ի մեր գործընկերների հետ փորձել ենք օրենսդրական փոփոխություններում առաջարկել որոշակի լավարկումներ, այն իմաստով, որ տեսեք, նաև ճիշտ է, տեսչական մարմինը միայն տուգանք առաջադրող մարմին չէ, բայց այստեղ շատ կարևոր է տուգանքների համաչափության խնդիրը, որտեղ այդ ձեր նշած անվտանգության համակարգում շատ ավելի մեղմ են տուգանքները, քան իրավունքի ոլորտում, որտեղ խրատապությունը այդպես անհրաժեշտ չի, կյանքի ցուցիչը այդքան առաջնային չէ, հա, այնտեղ աշխատավարձի ուշ վճարումը կամ վերջնահաշվարկի ուշ վճարումը չենք կարող համադրել անվտանգության նորմի պահպանման հետ։ Եվ այնտեղ տուգանքները անհամաչափ շատ ավելի բարձր են 1/4-ի տրամաբանությամբ չվճարված աշխատավարձի, իսկ այստեղ հավատացեք տուգանքները 40,000-ից մինչև 130,000 դրամ են ընդհանրապես տնտեսվարողին։ Եվ դա այն գումարը չի, որ տնտեսվարողին զսպող մեխանիզմ ունենա, հա։ Եվ ինչպիսին է եղել արձագանքը։ Արձագանքը դրական է, բոլոր մեր գերատեսչության գործընկերները համակարծիք են տեսչական մարմնի հետ եւ ազգային ժողովում նույնպես կա կոնսենսուս այս մասով եւ մենք փորձում ենք ամենայն դեպս գոնե հիմա փորձում ենք փուլում ենք որ կարողանանք այդ փոփոխությունները առաջարկել։ Իսկ արդյոք օրենսդրական փոփոխություններում նաև հնչել է առաջարկը ձեր լիազորությունների ընդլայնման, հա, որովհետև բավական այստեղ կարևոր հանգամանք է նաև ձեր լիազորությունների ընդլայնումը, ոչ միայն այդպես դեպքից հետո արձագանքելը, այլ կանխարգելիչ։ Այո, ինչպես նշած իմ գործընկերը եւս 81 կոնվենցիայի աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 81 կոնվենցիայով եւս ամրագրված են տեսչական մարմնի եւ տեսուչի գործառույթները ավելի շատ, որտեղ այո, գիշերային այցերի հնարավորություն պիտի տրվի։ Մենք փորձում ենք դա կիրառել այսօր, բայց դրա համար մեր մոտ առաջանում է օրենսդրական մի քանի խոչընդոտներ եւ պիտի մենք նաեւ մեր աշխատակցին հավելյալ վճարում ապահովենք, որպեսզի ոչ աշխատանքային ժամին, հա, հնարավորություն ունենա տեսուչը այցելել այդ տարածք։ Կան որոշակի արդեն նախնական կատարված գործողություններ, բայց դրանք դեռևս բավարար չեն ամբողջությամբ։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգության ինժեներների ներդրման ինստիտուտին, մենք շուրջ 2 տարի արդեն մտահոգված ենք եւ գործուն քայլեր են ձեռնարկում դրա ուղղությամբ եւ արդեն մի քանի բուհերի հետ կա նախնական պայմանավորվածություն, որ գոնե ամենակիչը գոնե 6 ամսյա դասընթացի տրամաբանությամբ մենք կարողանանք հնարավորություն ունենանք տեխնիկական կրթություն ունեցողներին առաջնային, հա, վերապատրաստել, ոչ թե վերապատրաստել, այլ պատրաստել անվտանգության ինժեներներ, որտեղ այո, նույն բիզնեսից, նույն շինարարական ընկերություններից այսօր կա հսկայական պահանջարկ, նաև մեզ են դիմում խնդրանքով, որ մենք կարողանանք օգնել իրենց գտնելու իրենց համար անվտանգության ինժեներներ, քանի որ դրա առաջնային եւ հիմնական պատասխանատուն հենց անվտանգության ինժեներն է։ Ճիշտ է, մենք տնտեսվարողի որպես պատասխանատու անձ ընկերության տնօրենն ենք տանում վարչական պատասխանատվության, բայց ակնհայտ է, չէ՞ որ տնօրենը չի կարող զբաղվել այդ բոլոր հարցերով։ Այս տնօրենը պետք է զբաղվի հենց անվտանգության տեսուչ ունենալու հարցերով։ Բնականաբար, դեռ իրանք պիտի գտնեն տեսուչին, պատրաստված տեսուչին, որը ամբողջ օրը շինհրապարակում կգտնվի եւ հրահանգավորումները եւ կարգի պահպանումը կհսկի տեսուչը, անվտանգության տեսուչը։ Հա, այդ դրանով է պայմանավորված։ Ուղղակի հավատացեք, Երևան քաղաքում այս աննախադեպ ծավալի շինարարություն երևի ոչ մի անգամ մենք չենք ունեցել։ Շատ շինարարական հրապարակներ եւ ուղղակի հնարավոր չի բոլոր հրապարակներում ունենալ։ Դե այս ծավալի շինարարությունը արդեն պետք է ենթադրեր, կարծում եմ Տիկին Մանասարյանը արդեն իր կարծիքը կհայտնի, որ այս ծավալը արդեն պետք է ենթադրեր նման ծավալի նաև հսկողություն, հա, խնդրեմ։ Իհարկե պիտի ենթադրեր ու դրա համար պարտադիր չէ ինչ-որ հետազոտություն անել կամ մոնիտորինգ անել, որպեսզի սա հասկանայինք։ Սա անձեն աչքով տեսանելի բան է։ Եթե մենք այսքան շինթույլտվություններ ենք տալիս եւ ամեն քայլափոխին թույլ ենք տալիս, որ շինարարապարակ դառնա, ոչ մի դրանից ներկայացվող ոչ մի վնասը հաշվի չառնելով։ Այդ շինարարապարակում մենաբացի աշխատողներից բոլորս ենք դուժում իրականում, որովհետեւ բոլորս այդ փոշի օդի աղտոտվածության եւ այլնի այդ բոլորի կրողն ենք։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ պիտի նաև սկսել է թույլտվություն տալուց նաև մենք արդյոք այդ տնտեսվարող օրինակ այն տնտեսվարողն է, որին պիտի տրվեր այդ թույլտվությունը, այստեղ այնքան մանր հարցեր կան, որոնք բերում են այդ գլոբալ խնդրին են ի վերջո հանգեցնում։ Մենք այսօր ընդհանրապես մի փոքր մասին ենք անդրադառնում, փոքր ասվածը
դեռ չի նշանակում, որ ինքը իրոք փոքր է, որտեղ մարդու կյանքի հետ գործ ունենք, բայց ամեն դեպքում այս բոլորը շատ կարևոր են եւ պիտի տալ այո պատկան մարմնին այն բոլոր լիազորությունները, եւ այլ գործառույթները, որ ինքը կարողանա դա իրականացնել ու վերահսկել եւ մի կարևոր բանի մասին էլ եմ ուզում այստեղ խոսել, արդյոք շին հրապարակներում օգտագործվող այդ գործիքները փորձարկման ենթարկվում են, ոչ ամբողջ աշխարհում ընդունված է, որ ցանկացած պարագայում պարանը, աստիճանը, չգիտեմ, ցանկացած բան, սաղավարտը, արտահակուստ, այս բոլորը պետք է փորձաքննության ենթարկվեն, եւ փորձարկման ենթարկվեն, որովհետեւ մենք հասկանանք, արդյոք այն նյութից պատրաստված աստիճանը, օրինակ, որը օգտագործվում է շինհրապարակում, կամ այն ամրագոտին ու պարանը, որը օգտագործվում է շինհրապարակում, ինքը ապահով է, արդյոք ինքը ունի այդ ապահովության աստիճանը, որ ինքը նույնիսկ դրանով չի ընկնի, որտեղ լինում են դեպքեր, եւ պետք է լինում, ինքը արտահակուստով է, սաղավարտը արդյոք ընկնելուց ինչ վնաս կհասցնի տվյալ անձին, օրինակ աշխարհում ընդունված է, որպեսզի բավականին մեծ կազմակերպություններ կան, որոնք հենց այդ գործիքները փորձաքննության եւ փորձարկման ենթարկելով են զբաղվում հեծանվորդի համար, այլ սաղավարտի, այլ վնասի համար շինարարության ոլորտում, այլ դեպքում աշխատողի համար ընկնելուց, բորձուրին հարվածելուց ինչ վնաս կկրի այդ սաղավարտով մարդը եւ վերևից եթե նրա գլխին բանակնի ինչ վնաս կկրի, այս բոլորը շատ կարեւոր են, հաստոցի առաջ աշխատող անձը ինչ արտահակուստ պիտի հագնի, որպեսզի մարաթելերն այնպեսին լինեն, որ նույնիսկ եթե հաստոցը տանի ձեռքին չհասնի սա, այս բոլորը թվում է թե մանրուք են, բայց այս բոլոր մանրուքները բերում են մարդու կյանքի ի վերջո կրճատմանը կամ ցավալիորեն նաև մահվան դեպքեր են տանել։ Կարևոր խնդիրներ, որոնց այսպես շղթայական անտեսումը բերում է ողբերգական դեպքերի։ Այս պարագայում ո՞րն է պատճառը ստեղծված իրավիճակի, որովհետև այն թվերը, որ հնչեցվեցին, բավական, ինչպես նշեցինք, ողբերգական դեպքերի առումով խոսուն են իրականում շատ, դրանք արդեն իսկ պետք է հրատապ, այսպես քայլեր ձեռնարկելու ահազանգ լինեին, բայց այդուհանդերձ շարունակում է իրավիճակը, ինչ պետք է անել հրատապ, որ վաղը հաջորդ մահվան դեպքը կանխենք, շինհրապարակում գոնե, խնդրեմ։ Իրականում արդեն կարծեմ մենք երկուսս էլ անդրադարձանք այդ ինչ պետք է անել հրատապ Տիկին Մանասարյան, դուք եւ մշակութային լուծումներ։ Այդուհանդերձ դուք շղթայական խնդիրներ եք նշում, որոնք անտեսվում են այսօր, ով որտեղ է թերանում, ինչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակը շտկվի։ Կարծում առաջին հերթին մեր օրենսդրական լուծումներն են պարտադիր, շատ պարտադիր են եւ դրանք օր առաջ պիտի տրվեն։ Դա չպիտի այդ երկար process-ը անցնի։ Օր առաջ պետք է տրվեն այդ օրենսդրական լուծումները։ Հաջորդը ամեն օր այդ մշակույթը ձևավորելու համար աշխատանք է պետք տանել։ Ամեն օր սերիալ ենք ցույց տալիս։ Խնդրում եմ դրա փոխարեն ցույց տվեք անվտանգության կանոնների պահպանման մեխանիզմները աշխատանքի վայրում։ Դա ավելի պիտանի է, քան այն սերիալները, որը մենք հրամցնում ենք մեր բնակչությանը։ Այդ սերիալների նայողների մեծ մասը աշխատողներ են։ Ամեն օր ինչ որ գովազդներ են կանում, չգիտեմ ինչեր են կանում, չգիտեմ խաղային ինչ որ գովազդներ են կանում, դրսում դնում ենք այդ բիգբորդները, որոնց վրա ալկոհոլ ենք գովազդում, չգիտեմ խաղադրույքներ անելու համար բաներ են գովազդում, այս բոլորը պետք է դրա փոխարեն անել օրինակ այսպիսի բաներ, որպեսզի աչքը եթե ամեն օր դա տեսնում է, ինքը դառնում է սովորական, որ այդ մարդը հասկանա, որ իրեն տանը սպասում են, եւ այդ աշխատանքի վայրը այն վայրն է, որտեղ ինքը դի բարիք ստեղծի, ոչ թե կորի ուղակի այդ աշխատավայրում։ Սրանք օր առաջ կատարվելիք բաներ են եւ ես կարծում եմ, որ մենք անընդհատ սրա մասին պիտի խոսենք, բայց խոսելուց առաջ պիտի անենք պատկան մարմիններին տալով այդ հնարավորությունը, որ ինքը գնա այո թող տու գանի, տնտեսվարողին կլինի, չգիտեմ, աշխատողին էլ գուցե պետք է այստեղ ինչ-որ պատժիչ միջոցների ձեռնարկել։ Չի արել, ուրեմն ինքը պիտի կարգապահական տույժի ենթարկվի, որովհետև դրանից ավելի վատ ուրեմն հետևանքներ կարող են լինել։ Սա ինստիտուցիոնալ գլոբալ լուծում է պահանջում ու բոլոր շահագրգիռ կողմերը պիտի այստեղ ներկայացված լինեն ու մասնակցային լինի։ Պարոն Վիկտորյան, մինչև ձեր ամփոփիչ խոսքը ներկայացնելը կխնդրեմ նաև վիճակագրությունը, որ ներկայացրեցիք ու նաև ձեր խոսքում նշեցիք, որ ցավոք հիմնականում աշխատակիցներն են, որ չեն պահպանում։ Դա մահվան դեպքերի վիճակագրությունն է, դա ամբողջ այսպես վիճակագրությունը, որ դուք նշեցիք, դրան է վերաբերում։ Տեսեք, վերջական մարմինը այդ
վիճակագրությանը հանգում է ծառայողական քննությունների արդյունքներով։ Ծառայողական քննություն եսի նկատի չունեմ միայն տեսչական մարմնի կատարած զննումը եւ վարչական վարույթը։ Ցանկացած տնտեսվարող այդ դիցուկ ձեր նշած առաջի դեպքով, հիմա երբ որ լինի վարույթ, այնտեղ տնտեսվարողի վրա կա պարտավորություն դեպքից հետո անմիջապես իրականացնելու ծառայողական քննություն։ Դեպքի մասին պիտի տեղեկություն գրանցվի դեպքերի վարման մատյանում եւ տեղեկությունը պետք է տեղեկացվի համավարտ ժամկետում տեսչական մարմնին։ Այս ամեն ինչի վերլուծության արդյունքում մենք հանգում են եզրակացությանը, որ աշխատակցի մեղավորության պատճառով է դեպքը տեղի ունեցել։ Այստեղ ծառայողական քննությունից բացի քրեական վարույթ էլ է նախաձեռնվում։ Համադրվում են երկուսի։ Շատ դեպքերում այո, քրեական վարույթ իրականացնող նախաձեռնող մարմինը տեսչական մարմնից տեղեկություն է հայցում, պահանջում, խնդրում։ Վարչական վարույթում մենք ինչ գործընթացներ ենք իրականացել եւ վարչական վարույթի շրջանակում, եթե մենք մեղավոր ենք ճանաչել տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին, դա նաեւ քրեական գործի շրջանակում կարող է հիմք հանդիսանալ մեղադրանքի պաշտպանության առումով, հա։ Եվ այստեղ շատ կարևոր է այդ ծառայողական քննության իրատեսական անցկացման խնդիրը, ոչ թե փաստաթղթերով ամեն ինչ կարգին է կամ մահացողի վրա բարթեն ամբողջ մեղավորությունը, այլ որպեսզի ծառայողական քննությունը լինի իրավացի։ Եվ այստեղ մենք մի քանի դեպքերով մենք հասկացել ենք, որ նաև ծառայողական քննություն անցկացնելու հանձնաժողովում ձևավորված պետք է անպայման ներգրաված լինի տեսչական մարմնի համապատասխան տեսուչը, որովհետև այդ հանձնաժողովը, երբ որ տնտեսվարողը ձևավորում է, այնտեղ ընտանիքի անդամ կա, հա, աշխեղեկը կա ընկերության, բայց ցավոք սրտի չկա տեսչական մարմնի ներկայացուցիչը, որը կարող է զսպող մեխանիզմ լինել։ Այսինքն կարող են իրենք պայմանավորել, որ դե հիմա ինչ եղել է, մահացել է, հա, եւ այլն, դե վերեք ասենք ինքն է մեղավոր, որպեսզի տնտեսվարողը չգնա պատասխանատվության, բայց այստեղ Տիկին Մանասարյանի նշած այդ հանգամանքը շատ կարևոր է, որ մենք բոլորս խնդիր ունենք ձևավորելու այդ մշակույթը, որովհետև իրավամբ մշակույթից է ամեն ինչ ձևավորվելու, որտեղ օրենսդրական փոփոխությունը զուգահեռ, հա, տեսչական մարմնին հավելյալ լիազորություններ տալուն զուգահեռ, այո, ամենակարևորը այստեղ անձի մշակույթի ձևավորման խնդիրն է, որտեղ աշխատակիցը գալիս է աշխատելու շինհրապարակ, ինքը միգուցե եւ իրավամբ ու շատ դեպքերում տեղեկացված չի անվտանգության նորմերից։ Նույնիսկ չկա այդ ցուցանակները այնտեղ կպցրած, որ քայլել այստեղով չքայլել անվտանգության այս կանոնները պահպանել, այդ մենք խոսում ենք միայն երևացող սաղավարտ կրել չկրելու մասին, բայց այնտեղ կա բավական նորմեր, որ ամեն ինչը չի որ պիտի ասել, բայց պիտի իրանց հրահանգավորի իրանց անվտանգության ինժեները։ Այ օրինակ վերջում մենք հանդիպում ենք շատ այս վերջերում օտարերկրյա քաղաքացիների, որոնք ունեն լեզվային խնդիրներ, հա, շատ դժվար է իրանց բացատրել։ Ունեն քաղաքացիներ, որոնք այո, նաև պետք չի վախենալ կամ խուսափել դեպքից, որոնք աշխատում են գրեթե անլեգալ, անօրինական պայմաններում, որտեղ նրանք չունեն աշխատանքի իրավունք, կերկացության իրավունք չունեն, նրանց ուղղակի ներգրավում են ինչ-որ աշխատանքներում, բնականաբար նրանց կարճ հնարավոր հայերեն մատչելի լեզվով բացատրում են այս խախտման մասին, հա, բայց նրանք ամբողջությամբ չեն կարողանում հասկանալ այդ խախտումը ինչ է իրենից ներկայացնում։ Եվ այստեղ էլ կա խնդիրներ, որտեղ տեսեք տեսչական մարմինը տեսավ տուգանից, տուգանքը առաջադրած, հետո բնականաբար կարգադրագիր ենք տալի վերացնելու եւ ասում ենք ունենալ SSS բաները։ Եվ ցավոք սրտի մենք նկատում ենք նույն տնտեսվարողի մոտ այլ տեղ շին հրապարակ հիմնելու պարագայում եւս նորից կա խախտում։ Զարմանալի է, ինձ գիտեք անկեղծ զարմանքի է բերում, որովհետեւ նա արդեն մի շին հրապարակում պատժվել է, չունենալու համար, ասենք, տարական բաներ, հա, հանդերձապահարան, ցնցուղարան, սանիտարական պայմաններ եւ այլն։ Մենք իրեն տալիս ենք կարգադրագիր, բայց դա չի վերաբերում բնավ միայն այդ շինհրապարակին, չէ, դա առհասարակ վերաբերում է այդ մշակույթը ձևավորելուն։ Նոր տեղ շինհրապարակ, նույն ընկերությունը գործող այլ շինհրապարակում մենք եւս նկատում ենք նմանատիպ խնդիրներ։ Հետաքրքիր է մահվան դեպքերի առումով էլ է եղել նման ուսումնասիրություն, արդյոք հիմնականում այդպես նույն կազմակերպությունների շրջանում է։ Կդժվարանամ որակում տալ, բայց իհարկե, ասենք, այսօր Երևանում կառուցապատում իրականացնող ամենամեծ ընկերություններից մեկի մոտ արդեն վերջի 2-3 տարում գրեթե 5-6 մահվան ելքով դեպք է եղել։ Այդ թվում նաև Տիկին Մանասարյանի նշած տեխնիկական միջոցների անսարքության ապացույց եւ այլն։ Եվ այստեղ մի շատ կարևոր հանգամանք էլ ես ուզում եմ անպայման ձեր ուշադրությունը հրավիրել։
Տեսեք, շատ դեպքերում, երբ որ մենք տալիս ենք կարգադրագիր թերությունը վերացնելու, տնտեսվարողը փոխանակ անմիջապես ձեռնամուխ լինի այդ process-ի իրականացմանը, այստեղ անմիջապես իրենք անցնում են իրավական կարգավորումներին, այսինքն փաստաբանների եւ իրավական հանրույթի միջոցով փորձում են գտնել այն բացերը, եթե կա օրենսդրությունում եւ առարկություններով, դատարան դիմելու իրենց իրավունքից օգտվելով փորձում են վիճարկել տեսչական մարմնի տված կարգադրագիրը, այսինքն միգուցե կարող է, ես չեմ պնդում, որ տեսչական մարմինը, հա, մենք էլ ենք աշխատում ենք եւ կարող ենք ասել պատահական, ասենք եղած հանգամանքով ընդունենք սխալ կարգադրագիր տալ օրերի, ժամկետների կամ կատարվածի, բայց ես օրինակ կարծում եմ այսպես, որ տնտեսվարողը ի սկզբանե պետք է վերացնի այդ թերությունը, հետո հետահայաց վերադառնա այդ խնդրին, այսինքն տեսչական մարմնի այդ գրագրության կամ թեկուզ հենց նույն դատական պրակտիկայով կիրառելով մեզ փորձեն կանխարգելել այն իմաստով մեզ տեսչականի, որ մենք հնարավորինս օբյեկտիվ լինենք մեր, թեև այդպես էլ կա, այդ վարույթները կամ ստուգումը հենց նախատեսված են այդ 15-օրյա ժամկետը կամ 30-օրյա ժամկետները, որ մանրակրկիտ հնարավորություն ունենա տեսչական մարմինը քննելու այդ գործը։ Դրա համար պատկերացրեք, նշանակում են լսում, գործի քննություն, փաստաբանները հնարավորություն են ունենում գալ ծանոթանալ տեղում գործին, տեղում հանգամանքները պարզելու։ Հասկանում եք, ես ինչի նկատի ունեի, որ առաջին հերթին ոչ թե իրավական նորմերին անդրադառնան տեսչական մարմնի, զննում իրականացնելու իրավասություն ունենալ չունենալու, հա։ Եվ այստեղ շատ ամենակարևոր հանգամանքներից մեկը, որին մենք հիմա ձեռնամուխ ենք լինում, աշխատանքի տեսչական մարմինը չունի առանձին օրենսդրություն, առանձին օրենք աշխատանքի տեսչության մասին, որը 16 թվականից չեղարկվել է, եւ մենք այսօր արդեն իսկ օրենքը մշակել ենք, հիմա շրջանառվում է, եւ հույս ունենք, որ այդ օրենքում մենք այդ բոլոր, այս ինչի մասին մենք հիմա այստեղ խոսեցինք, այս բոլոր խնդիրները գրեթե այդ օրենքում փորձել ենք մի կետով ներառել։ Այդ թվում նաև շինհրապարակների ինթուփ միջև կասեցում, պատկերացրեք 130,000 դրամ տուգանք եւ շինհրապարակի որոշակի ժամկետով կասեցում, չէ՞։ Դա արդեն հսկայական փոփոխություն է։ Ուզում եմ իմանալ այս պահին փաստորեն որևէ այսպես մեխանիզմ չկա այդ շինհրապարակի կասեցման, երբ որ նշում եք մի ամբողջ մեծ ընկերության պարագայում արդեն 4-5 մահվան դեպք է եղել։ Սա ահազանգ չի։ Ահազանգ է, բայց տեսչական մարմինը այս պահին չունի այդ լիազորությունը, եւ մենք բազմիցս սրա մասին խոսել ենք եւ բարձրաձայնել ենք եւ բարեբախտաբար եւ գործադիր եւ օրենսդիր իշխանության մեր գործընկերները կիսում են մեր հետ այս մտահոգությունը եւ հիմա պիտի փորձենք այդ ամեն ինչը համարագրել իրավական առումով, որպեսզի տեսչական մարմինը կարողանա նաեւ որոշակի դեպքերում գոնե մահվան ելքով դեպքերում հնարավորություն ունենա շինհրապարակի կասեցման։ Իհարկե այստեղ շատ էլ քրտին հարցեր են առաջանալու, բայց սա միայն միտված է, հավատացեք, որ անվտանգության նորմերին եւս մեկ անգամ ավելի շատ ուշադրություն դարձվի։ Շնորհակալություն Տիկին Մանասարյան, եթե կա լրացում։ Կարծում եմ հիմնականում ամեն ինչ ասվեց։ Մասնավորապես նկատի ունեմ, եթե ողբերգական դեպքերը 4-5 մեկ ընկերության պարագայում է լինում եւ կասեցում չի լինում։ Եթե մեկ կազմակերպության կամ մեկ տնտեսվարողի մեկից ավելի էլ տարբեր տեղերում դեպքեր են լինում, այդ տնտեսվարողին ուղղակի պետք չի թույլ տալ շարունակել իր գործունեությունը, որովհետեւ ստացվում է, որ տվյալ տնտեսվարողը ուղղակի դասեր չի քաղում իր արած սխալներից եւ ստացվում է, որ աշխատողը նրա համար ընդհանրապես գործիք է, որի միջոցով ինքը ուղղակի գումար է աշխատում։ Այսինքն այսպիսի տնտեսվարողն ուղղակի չպիտի իրավունք ունենա տնտեսվարող։ Հա, ես կարծում եմ, որ այն տնտեսվարողները, որոնց մոտ նման դեպքեր են գրանցվում, մեկից ավելի դեպքում արդեն չի կարելի թույլ տալ նրան աշխատել, որովհետև իր համար փաստորեն դաշ չի լինում այն խնդիրը, որը ինքը ուներ, եւ մյուս շինհրապարակում ինքը շարունակում է անել։ Այսինքն կարելի է մինիմալ ծախսեր անել, նույնիսկ եթե շատ են այդ ծախսերը, բայց մարդու կյանքի հետ ուղղակի չխաղալ։ Աշխատողը գործիք չէ։ Աշխատողը ձեզ համար ուղղակի միջոց չէ փող աշխատելու։ Աշխատողը մարդ է, որը
ինքն էլ ունի այդ նույն կյանքի իրավունքը, ինչ որ այդ նույն տնտեսվարողը, եւ բոլորովին մեղավոր չէ, որ ինքը իր մոտ աշխատում է։ Պետք է ուղղակի պատասխանատու գործատու լինել, պատասխանատու տնտեսվարող լինել, եւ ի վերջո հասկանալ, որ դա նաեւ իր իմիջի մասին է խոսքը, եթե տենց մտածում են տնտեսվարողները իրենց իմիջի մասին իրենց իմիջին այս պահին որևէ ձևով չի կարծում եմ, որ չի ասի, որ իմիջին չի հարվածում, որովհետեւ աշխատողներն էլ ոչ բոլորն են, որ այտենց ինչ աշխատանք լինի գնում են, իրենք էլ են ընտրում աշխատանքը, եթե այնտեղ որտեղ մենք ունենք նման դեպքեր, օրինակ ինչի են ավելի շատ օտարերկրացիների ներգրավում հատկապես անլեգալ, որովհետև նրանք այժմ աշխատուժ են։ Այսինքն այն մարդիկ, որոնք իրոք մասնագետ էին, որոնք իրոք մտածում են դրա մասին, չեն գնացել այնտեղ աշխատելու, եւ ինքը ներգրավել է այդ անլեգալ, օրինակ կացության կարգավիճակի թույլտվություն չունեցող կամ աշխատանքի թույլտվություն չունեցող մարդկանց աշխատանքի, եւ իր համար արդեն ստացվում է, որ միևնույն է ինչ կլինի այս մարդու հետ, հա։ Բայց չէ որ պետք է լինել պատասխանատու գործատու, դա միայն նրա մասին չէ, որ աշխատողի մասին է ինքը մտածում, ինքը առաջին իր մասին է մտածում։ Եվ ես հույս ունեմ, որ գոնե այդպիսի տնտեսվարողների թիվը այդքան մեծ չէ, որպեսզի մենք այտենց ցանկացած պարագայում դա ահազանգ է, որի մասին մենք պիտի գնանք ու մտածենք, բայց ես կարծում եմ, որ մեր գործատուներն էլ այն գիտակցության կգան, հատկապես շինհրապարակներին, եթե մենք խոսում ենք, որ իրենց իմիջի, իրենց կազմակերպության իմիջի մասին է այստեղ խոսքը, անկախ նրանից, որ մենք գործ ունենք կյանքի իրավունքի իրացման հետ, բայց դե միշտ չէ, որ օտար մարդու համար շատ կցավի սիրտը, այստեղ իր մասին էլ ինքը պիտի մտածի։ Այնպես որ ես հորդորում եմ նաև բոլորիս, որպեսզի մենք առավել ուշադիր լինենք մեր կյանքին, մեր անվտանգությանը եւ հատկապես առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայր ստեղծելուն։ 3 մայիսի 1-ն էր մենք Հայաստանի Ամուսնների կոնֆեդերացիան երթ էր կազմակերպել եւ այդ արժանապատիվ աշխատանք խորագրի ներքո նաև առողջ եւ անվտանգ աշխատանքային միջավայրներ, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնեցինք, երթի մասին հորդորեցինք լինել այդ մասով ավելի պատասխանատու եւ անտարբեր չլինել։ Սա կարեւոր է, որպեսզի մենք անտարբեր չլինենք այս բոլորի հանդեպ։ Խնդրեմ, միացրեք, բայց շնորհակալություն, ինչպես նշեց Տիկին Մանասերյանը, կրկին տեսեք, այդ մշակույթի ձևավորմանը մենք բազմիցս անդրադարձանք, բայց ես ուզում եմ նաև դրական առումով փորձեմ ավարտել մեր խոսքը այն իմաստով, որ նույնիսկ երբեմն այդ դժվար դեպքերի պարագայում, հա, մենք բազմիցս տնտեսվարողների կողմից վարույթի շրջանակում շնորհակալություն ենք ստանում այն իմաստով, որ մեզ հայտնում են շնորհակալություն լսման ժամանակ բանավոր, բնականաբար եւ նույնիսկ գրավոր գրություններ ունենք, որ այ վարույթի ընթացքում ի հայտ է եկել այդ խնդրը, որի մասին իրանք չգիտեին, որոնք չգիտեին նույնիսկ ոնց կարելի է հարուցել, հա, իրազեկված չեն եղել եւ տեսչական մարմինը իրանք օգնել է, որպեսզի հետայսու չունենան, դրանք դրական միտումով։ Իսկ ինչ վերաբերում է անվտանգ աշխատանքի հարցին, տեղեկացնեմ, որ ապրիլի 28-ը աշխարհում նշվում է անվտանգ աշխատանքի օրը, հա, եւ տեսչական մարմինը, ինչպես Արմենությունների կոնֆեդերացիան վերջին տարիներին շատ հաճախ միանում ենք այս միջոցառումներին, այս տարի անվտանգ աշխատանքի միջավայրը վերաբերելի է եղել կիբեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որը եւս ագնացող խնդիր է, եւ մենք շատ լուրջ աշխատաժողով կազմակերպեցինք տեսչական մարմնում մեր գործընկերների հետ միասին եւ կարողացանք ամրագրել գոնե մի անգամ եւս բարձրաձայնել են խնդիրները եւ միասին փորձել լուծումներ գտնել։ Դա շատ կարեւոր է։ Այն համագործակցությունը, որ հիմա կա գործատուների միության, Արմենությունների կոնֆեդերացիայի, տեսչական մարմնի, քաղաքականություն մշակող նախարարության, հա, միջև շատ գովելի է եւ շատ ես վստահ եմ, որ դա տալու է իր դրական արդյունքները։ Շնորհակալություն, մենք իհարկե կհետևենք։ Շնորհակալ եմ հարգելի բանախոսներ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում եւս մեկ մահ Երևանի շինհրապարակում, ով է պատասխանատու թեմայով։ Մեր բանախոսներն էին Վահագն Գրիգորյան, առողջապահական եւ